մեր անվտանգության լուրջ կապիտալն է։ Մենք պետք է ունենանք ուժեղ արտաքին հետախուզություն։ Հարուստ երկրները հսկայական գումարներ են ծախսում տարբեր երկրներում գործակալներ հավաքագրելու համար, այսինքն վարձելու համար։ Իսկ մեզ համար դա կարող է լինել գրեթե անվճար։ Պարզապես պետք է այդ մարդկանց տեղյակ պահել, որ մեր պետական անվտանգության մարմինները նրանց կարիքն ունեն, որ մեր երկիրը նրանց կարիքն ունի։ Ի վերջո նրանց հայրենիքն է։ Կգտնվեն ազգությամբ հայ շատ ցանկացողներ, որոնք անվճար կհամագործակցեն։ Սա շատ լուրջ հարց է։ Հավանաբար լսել եք այն ասացվածքը, թե նա, ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է աշխարհին։ Բերեմ մի օրինակ։ Երբ 2020 թվականին սկսվեց պատերազմը եւ ավարտվեց հայ ժողովրդի հերթական բռնի տեղահանմամբ իր բնորանից, հասկացող մարդիկ գիտեն, որ դա տեղի չէր ունենա առանց Թուրքիայի նախագահի որոշման։ Եթե մեր արտաքին հետախուզությունն ակտիվ լիներ եւ մենք Թուրքիայի տարածքում, ինչպես եւ այլ երկրներում, ունենայինք մեր այնտեղ ապրող ազգությամբ հայ գործակալներ, շատ մեծ էր հավանականությունը, շատ մեծ կլներ, որ նրա դեմ կգտնվեր որևէ կոմպրոմատ, որով նրան կստիպեին նման որոշում չկայացնել։